Մայր Հայաստան դաշինք Կարեն Սիմոնյան, Դերենիկ Մալխասյան, Աննա Մուրադյան Քվեաթերթիկ համար 4 Միացիր, որ փոխենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս քննարկում են տարածքային հարցեր, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր սահմանազատման գծերը։ Մենք հիմա խոսում ենք տարածքների մասին, մենք խոսում ենք սահմանազատման գծերի մասին։ 10-ի փոխանցմամբ կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է նա։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալավա Պապուաշվիլին ԵՄ պաշտոնյաներին և դիվանագետներին կոչ է արել իրենց կողմից վրացական ոչ կառավարական կազմակերպություններին հատկացված միջոցների մի մասը ուղղել անցյալ տարվա նոյեմբերին և դեկտեմբերին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ խորհրդարանի շենքի վնասները ծածկելու համար։ Բողոքի ակցիաների ժամանակ արմատականների պատճառած փաստացի վնասն արդեն կազմում է ավելի քան 100,000 լարի, ավելի քան $40,000։ Դրանք շենքի վնասը վերականգնելու ծախսերն են, բայց կան նաև այլ ծախսեր, ավերված գույքի և տեխնիկայի համար։ Մենք գնահատում ենք, որ պատճառված վնասը կազմում է մոտ $500,000, երեքշաբթի լրագրողներին ասել է Պապուաշվիլին։ Իսրայելը պատրաստ է դիտարկել իրանական միջուկային ծրագրի շուրջ խնդրի ռազմական լուծումը, այս մասին 10-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Իսրայելի դեսպանի պաշտոնակատար Ալեքսանդր Բեն-Ցվին։ Բոլոր տարբերակները պատասխանել է դիվանագետը այն հարցին, թե արդյոք Իսրայելը պատրաստ է դիտարկել Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծելու ռազմական տարբերակները։ C&P 500 ինդեքսում ընդգրկված ամերիկյան խոշորագույն ընկերությունների ոչ մի գործադիր տնօրեն չի ստանա $100 միլիոն աշխատավարձ։ 2024 թվականին կիրակի օրը հաղորդել է The Wall Street Journal-ը։ Պարբերականի նախնական տվյալներով նման իրավիճակ 10 տարվա մեջ առաջին անգամ է տեղի ունեցել։ 2020-ից 2023 թվականներին ԱՄՆ ընկերությունների մոտ 30 գործադիր տնօրեններ ստացել են վճարային փաթեթներ, ներառյալ բաժնետոմսերի բոնուսները, որոնց արժեքը գերազանցում է $100 միլիոն։ Իրանը համարում է, որ Սիրիայի կայունությունն ու տարածքային ամբողջականության պահպանումը ռազմավարական առաջնահերթություն է, իսկ սիրիական պետության փլուզումը բխում է միայն Իսրայելի շահերից։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Սիրիա TV-ի փոխանցմամբ Արաղչին նշել է, որ ամբողջ Մերձավոր Արևելքը ռազմավարական գոտի է Իրանի համար և որ տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր ունի իր կարևորությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը օրինական կարգավիճակից կզրկի Կուբայից, Հայիթիից, Նիկարագուայից և Վենեսուելայից ժամանած ավելի քան 500,000 անձանց։ Այս մասին ծանոթում է հրապարակել ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը։ Ըստ փաստաթղթի թվարկված երկրներից միգրանտների և նրանց մերձավոր հարազատների համար Միացյալ Նահանգներ մուտքի իրավունքի տրամադրման ծրագիրը կդադարեցվի։ Ստամբուլի քաղաքապետ Էքրամ Իմամօղլուի ձերբակալության պատճառով Թուրքիայում բողոքի ցույցերի մեկ տարկից ի վեր 4 օրվա ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 1100 ցուցարար։ Բախումների ընթացքում վիրավորվել է 123 ոստիկան։ Այս մասին X-ում կատարված գրառմամբ հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Եռլիքյանը։ Ռուսաստանցի քարոզիչ Վլադիմիր Սոլովյովը ստիպված է եղել բացատրություններ տալ Չեչնիայի իշխանություններին ահմած ստորաբաժանման վերաբերյալ իր խոսքերի համար։ Հասարակական կոնֆլիկտի է հանգեցրել Սոլովյովի արձագանքը Կուրսկի նահանգապետի նախկին խորհրդական Ռոման Ալյոխինի գործողություններին, որը միացել էր Չեչնիայի հատուկ ջոկատայիններին։ Վերջին իր խոսքով Ահմատում պայմանագրով ծառայել է ընդամենը 23 օր, սակայն կարևոր դեր է խաղացել ռուսական բանակի Սուջայի գազատարով Ուկրաինայի զինված ուժերի թիկունք մտնելու գործողությունում։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը Անկարայում հանդիպել է Պաղեստինյան Համաս խմբավորման քաղբյուրոյի անդամ Հալիլ Էլ-Հալեի գլխավորած պատվիրակության հետ, այս մասին գրում է Էրմենի Հաբարը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագրի խախտումները, ինչպես նաև Գազայում քաղցկեղով հիվանդների բուժման նպատակով Թուրքիայի կողմից կառուցված Թուրքիայի բարեկամության հիվանդանոցի քանդման հարցը։